Սիրելի մորալեկցիներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, ողջունում եմ բոլորիդ։ Հեսա մի վարկյան նստեք, սպասենք բոլորը ներս մտնեն և սկսենք հանդիպումը։ Խնդրեմ, համեցեք, սիրելի մորալեկցիներ, այսօր շատ կարևոր լուրով ասկսվել օրը, որովհետև այսօրվանից աղալքալակ կարս երկաթուղին այլևս հասանելի է Հայաստանի բեռնափոխադրողների համար և աղալքալակ կարս երկաթուղով կարող են ոչ միայն արտահանումներ, այլև ներմուծումներ տեղի ունենալ Հայաստանի Հանրապետություն։ Սա շատ էական իրադարձություն է Հայաստանի տնտեսական կյանքի համար, որովհետև այսպիսով մենք արտահանման նոր ճանապարհներ և երթուղիներ ենք ստանում, մասնավորապես դեպի եվրոպական երկրներ, ընդ որում ոչ միայն Եվրոպական միության անդամ երկրներ, այլև եվրոպական այնպիսի երկրներ, որոնք չեն հանդիսանում Եվրոպական միության անդամ, մասնավորապես Մակեդոնիա, Սերբիա, Մոնտենեգրո և սա մեր նոր շուկաներ են, նաև ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ նույն կերպ մենք երկաթուղային հասանելիություն ենք ստանում նաև դեպի Սիրիայի Արաբական Հանրապետություն և կոնֆլիկտի պատճառով մինչև վերջերս երկաթուղին Թուրքիայի և Սիրիայի միջև չէր գործում, բայց բոլորովին վերջերս սկսել է գործել, ինչը նշանակում է, որ Հայաստանի արտահանողների և գուցե նաև ներմուծողների համար այս ամենը շատ մեծ հնարավորություններ է ստեղծում։ Ես ուզում եմ նորից անդրադառնալ այն հայեցակարգային դրույթի, որ անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ։ Սա շատ կարևոր դրույթ է, որովհետև հիմա նախընտրական քարոզարշավի ընթացքում, եթե նկատել եք, մենք, երբ որ ասում ենք մեր կարգախոսի մեջ, կա նաև այսպիսի դրույթ, որ անկախությանը տեր ենք։ Անկախությունը շատ կարևոր է, որովհետև անկախությունը պետականության հիմքն է։ Եվ ես բերում եմ այդ օրինակը, էլի այստեղ էլ կբերեմ, որպեսզի ավելի պարզ լինի, թե ինչ նկատի ունեմ ասելով, որ անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածության։ Ենթադրենք դուք օրը ստանում եք 4 շիշ ջուր կամ 4 լիտր ջուր մի մարդուց։ Այդ մի մարդը շատ լավ, այդ ջուրը բերում է և երբ որ այդ մի մարդն է ձեզ բերում այդ ջուրը և ուրիշ աղբյուր չկա ջրի, ասենք այդ մարդը կարող է օրինակ հիվանդանալ և անկողնային վիճակում հայտնվել, ի վիճակի չլինի այդ ջուրը ձեզ բերի։ Այդ մարդու հետ ճանապարհին կարող է պատահար տեղի ունենա, դժբախտ պատահար կարող է տեղի ունենա։ Այդ մարդու հետ, էլ չեմ ասում, այդ մարդը կարող է հասկանալով, որ ինքն է միակ ջրի մատակարարը, կարող է սկսի այլ հարցերով տարբեր պահանջներ դնել։ Եվ եթե այդ պահանջներին չհասնի, ասենք 4 լիտր ջուրը, ասի, դե գիտես ինչ, 3.5 է, այսօր 3.5 եմ կարող բերեմ և գինն էլ թանկացնում եմ, հաջորդ օրը 3 եմ բերում, հաջորդ օրը 2.5 լիտր եմ բերում, որտև չկա և այդպես շարունակ, և սա լծակ է դառնում լրացուցիչ կառավարման համար։ Հիմա եկեք պատկերացնենք, որ մեզ անհրաժեշտ 4 լիտր ջուրը ստանում ենք 2 մարդուց։ Այս դեպքում այս բոլոր ռիսկերը կիսվում են, որտև եթե անկողնային հիվանդություն, հավանականությունը 50%-ով ավելի ցածր է, որ երկուսը միանգամից և միևնույն ժամանակ կհայտնվեն անկողնային հիվանդի կարգավիճակում։ Հավանականությունը, որ երկուսն է ճանապարհին վթարի կենթարկվեն, էլի շատ քիչ է։ Եվ եթե նրանք փորձեն այդ լծակը գործադրել, եթե մենք 2 մատակարար ունենք, եթե մի օր եկավ ասեց, արդեն երկուսը ամենքը 2 լիտր է մատակարարում, եթե մեկը եկավ ասեց
չեմ կարում 2 լիտր տամ 1.5 եմ տալիս, մյուսից մենք հնարավորություն ունենք վերցնելու 2.5, այսինքն մեր օրվա պահանջը բավարարվում է։ Իսկ եթե ընդհանրապես 4 հոգուց ենք մենք 4 լիտր ջուրը վերցնում, դա մեր անկախության աստիճանը ավելի ընդլայնում։ Ընդհակառակը մենք ենք սկսում թելադրողի դիրքում լնել, ասելով գիտես ինչ ոնց որ սկսում ենք գների մեջ որոշակի այսպես ասած բան անել, մանյովրներ անել, մեկին ասում ենք ոնց որ թե քո ջուրը այնքան էլ լավ չի, թանկագինը, ոնց որ մեկին ավելի լավ ու գին որակ հարաբերակցություն նրա հետ ոնց որ ավելի լավ է։ Այսինքն մենք մանյովրելու հնարավորություն ենք ստեղծում, իսկ եթե 4-ից էլ ավել է, ընդհանրապես այդ նշանակում է, որ ջրի հարցում մեր կախվածությունը դառնում է 0։ Հենց այս նկատի ունենք, ասելով շատերից կախվածությունը փոխարինել քչերից կախվածությամբ։ Եվ այս բանը մենք պրակտիկայում կիրառել ենք բալանսավորված եւ բալանսավորման կամ հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականությունը սրա մասին է եւ հենց այդ քաղաքականության պատճառով է եւ շնորհիվ է, որ մենք կարողացել ենք հասնել խաղաղության, որովհետեւ երբ որ մեր կապվածություններն ու կախվածությունները անհամաչափությունն են, իմիջիալոց հավասարակշռման եւ հավասարակշռված արտաքին քաղաքականությունը նկարագրելու համար ես պատկերում եմ մի բազմաթիվ քշեր։ Այն քշերները գիտեք, չէ, որ ասեն ձեռին բռնում են կամ ինչ որ մի լծակի վրա է, ասենց կշռակարը դնում են, 2 քշեր կա։ Նույն չափի, նույն հավասարության, նայած որի վրային ծանրության կշռակարը, ասենց թեքվում է սկով։ Հիմա պատկերացրենք, եկեք պատկերացնենք մի հատ 6 հատև տենց քշեր, սովորաբար քշերները 2 են ունենում, 6 հատև քշեր, որը տարբեր երկրներ են։ Այդ քշերքի վերև եկեք պատկերացնենք հարթություն, ափսե օրինակ, որի վրա Հայաստանի Հանրապետությունն է։ Եվ այդ քշերքի հետ այդ վերևի հարթություններ թեքվում է, կարծա բացատրեմ ինչ նկատում եմ։ Այսինքն 6 թև ունի, այդ արտաքին աշխարհն է 6 թև։ Եվ վերևը մի հատ հարթություն է, եւ այդ հարթության վրա Հայաստանի Հանրապետությունն է։ Երբ որ այս թևերից որևէ մեկի ծանրությունը անհամաչափ փոխվում է, այս վերևի հարթությունն է, որի վրա Հայաստանի Հանրապետությունն է, ասես թեքվում է, ու Հայաստանի Հանրապետությունը ընկնում է ներքև։ Բալանսավորված քաղաքականության իմաստն է, որ եթե մի կողմը զգում ենք, որ ծանրանում է, այն մյուս կողմի կշռակարը ավելացնում են, որպեսզի գա այնպիսի հարթություն ձևավորվի, որ Հայաստանի դիրքի կայունությունը չխախտվի։ Եվ սա մենք արել ենք արտաքին քաղաքականության ոլորտում, եւ դրա արդյունքում մենք հասել ենք խաղաղության։ Հիմա մենք պետքա շարունակենք սա, նախ արտաքին քաղաքականության ոլորտում շարունակենք եւ դա անենք նաեւ տնտեսական ոլորտում։ Եվ մենք այսօր արդեն դրան հասել ենք։ Ինչի՞, որովհետև մենք այսօր երկաթուղային կապ ունենք մեր երկրի պատմության մեջ առաջի անգամ։ Երկաթուղային կապ ունենք Ռուսաստանի հետ, երկաթուղային կապ ունենք Ղազախստանի հետ, երկաթուղային կապ ունենք Չինաստանի հետ։ Հիմա այսօրվանից երկաթուղային կապ ունենք Եվրոպայի այն երկրների հետ, որոնք Եվրամիության անդամ չեն, Եվրամիության անդամ երկրների հետ, Սիրիայի Արաբական Հանրապետության հետ եւ Սիրիայի Արաբական Հանրապետությունից էլ արդեն մեր արտահանման շուկաների այլ ուղղություններ են բացվում։ Այլ բան, որ այս նոր իրադրությանը մեր բիզնեսը պետքա հարմարվի եւ մենք պետքա օգնենք, որ մեր բիզնեսը հարմարվի։ Հիմա օրինակ ես ձեզ օրինակ բերեմ։ Արդեն նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար, փետրվար, մարտ, ապրիլ 6 ամիսա Հայաստանից երկաթուղով արտահանում անելու հնարավորությունը բաց է։ Այսինքն խոչընդոտ չկա, կարելի է Հայաստան, Վրաստան, Ադրբեջանի ճանապարհով ապրանքներ արտահանել, բայց մենք արտահանման մի դեպք նույնիսկ այս պայդրությամբ չունենք։ Ինչն է դրա պատճառը, որովհետև բիզնես սովորելա
35 տարի, որ ֆուրով է արվում ապրանքը արտահանումը, այսինքն բեռնատար մեքենայով, իսկ բեռնատար մեքենայի տարողությունը եւ վագոնի տարողությունը տարբեր են, այսինքն պատկերացրեք 30 տարի դուք հացը կտրտում եք մի հաստությամբ 30 տարի եւ հիմա ինչ որ իրադրություն է փոխվել, պետք է ավելի հաստ կտրել հացը։ Միջև դա դառնա ամենօրյա սովորություն, դա ժամանակ է պետք։ Մեր բիզնեսը սովորել է ֆուր լցնել, բայց մեր բիզնեսը դեռ չի սովորել վագոն լցնել։ Մեր բիզնեսը սովորել է անել արտահանում մի ուղղությամբ։ Մենք հիմա պետք է սովորեցնենք մեր բիզնեսին արտահանում անել 5 ուղղությամբ, 6 ուղղությամբ, որպեսզի բալանսը տեղի ունենա։ Եվ մինչ այլոց մյուս բոլոր ուղղություններով մեր արտահանումները հիմա աճում են եւ շարունակելու են աճել։ Առաջիկայում բիզնես պատվիրակությունը գնալու այս բոլոր ուղղություններով, որովհետեւ ասենք օրինակ վարդը, ինքը շատ լավ բան է, վարդ գնում են եւ Սիրիայում, եւ Թուրքիայում, եւ Մակեդոնիայում, եւ Մոնտենեգրոյում, այսինքն բոլոր տեղերը մեր բիզնեսը պետք է հարմարվի այս նոր պայմաններին եւ մենք այս նոր պայմաններին կհարմարվենք։ Մենք միևնույն ժամանակ ԵԱՏՄ-ում ենք ընդլայնվելու, որովհետեւ այս երկաթուղային կապ չունենալու բերումով, օրինակ Ղազախստանի շուկան մեզ համար բաց է, բայց արտահանումները շատ քիչ են տրանսպորտային խոչընդոտի պատճառով։ Հիմա մենք մեծացնելու ենք մեր արտահանումները Ղազախստան, մենք մեծացնելու ենք մեր արտահանումները Ղրղզստան, մենք մեծացնելու ենք մեր արտահանումները Տաջիկստան, մենք մեծացնելու ենք մեր արտահանումները Չինաստան, որովհետև նախկինում դա տեղի չէր ունենում տրանսպորտային սահմանափակումների պատճառով։ Հիմա այդ տրանսպորտային սահմանափակումները վերացվում են, բայց առաջիկայում ավելի կարևոր իրադարձություններ են տեղի ունենալու։ Հիմա թրիփ նախագիծն է իրագործվելու, լսել եք թրիփ նախագծի մասին ժողովուրդ։ Ոչ միայն լսել եք, այլև ծափ եք տալիս։ Այդ արդեն շատ լավ է։ Իսկ թրիփ նախագիծը, երբ որ իրագործվեց, արդեն Հայաստան, Ադրբեջան, Հայաստան, Թուրքիա, բայց նաև շատ կարևոր է, որ Ադրբեջան, Հայաստան, Նախիջևան, Ադրբեջան երկաթուղի երբ որ բացվեց, դա նշանակում է, որ բացվում է նաև Իրան, Հայաստան, Իրան, Նախիջևան, Հայաստան, Վրաստան երկաթուղին։ Դա նշանակում է, որ բացվում է Պարսից ծոց, Սև ծով ուղին։ Այսինքն Հայաստանը այն որ 2 տարի առաջ բրոշյուր էինք ցույց տալիս խաղաղության խաչմերուկ, հիմա բրոշյուրը դառնում է իրականություն։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը պատերազմի փակուղուց ժողովուրդ ջան, վերահացվում խաղաղության խաչմերուկի։ Հայաստանի Հանրապետությունը պատերազմի փակուղուց վերահացվում խաղաղության խաչմերուկի եւ ես ձեզ բոլորին շնորհավորում եմ այս առիթով։ ԵԱՏՄ-ի շրջանակներում ես եկեք մի քիչ գլուխ գովամ, որովհետեւ ես որպես պաշտոնյա ԵԱՏՄ-ի շրջանակներում բավականին մեծ ազդեցություն ունեմ։ Ինչու՞, որովհետեւ ես միակ պաշտոնյան եմ, Հայաստանի վարչապետը միակ պաշտոնյան է, որ ԵԱՏՄ-ի երկու ամենակարևոր ֆորմատում հավասարաբար մասնակցում է։ ԵԱՏՄ վարչապետական ձևաչափի միջկառավարական խորհրդի նիստի եւ ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի։ Եվ ես թույլ տվեք ասել, այս կարգավիճակը թույլ է տալիս պնդել, որ ԵԱՏՄ շրջանակներում ինձ համար իհարկե տրամաբանական հարցեր, ինձ համար անլուծելի հարցեր չկա։ Հիմա նախընտրական քարոզարշավով եմ զբաղված, ընտրությունների եթե ես կստանամ ձեր վստահության կվերադառնամ աշխատանքի եւ բոլոր հարցերը կլուծեմ, որովհետեւ այն 4 բանի շրջանակում, ուրեմն տեսեք, 4 սկզբունք կա, ապրանքների, ծառայությունների, աշխատուժի, ֆինանսական միջոցների անխոչնդոտ
անխոչնդոտ ելումուտ տարանցում։ Այս 4 հարցերից չկա որևէ մեկը, որ իմ լուծելու հասանելիության տիրույթում չի։ Չկա տենց հարց, որ ես չկարողանամ այս 4 սկզբունքի կիրառման հետ կապված չլուծել։ Այսօր մեր հարգելի գործընկերները ասում են, դուք Եվրամիություն ընդունվելու, ճանապարհ սկսելու օրենք եք ընդունել, դե հիմա որոշեք, Եվրամիություն եք գնում, թե Եվրասիական տնտեսական միություն։ Մենք ասում ենք ամենայն հարգանքով, բայց մենք հիմա դա որոշելու կարիք չունենք։ Երբ որ կգա ժամանակ, մենք գիտենք, որ Հայաստանը միևնույն ժամանակ չի լինի Եվրասիական տնտեսական միության եւ Եվրոպական միության անդամ։ Բայց մենք նման որոշում կայացնելու թե կամ անհրաժեշտությունը չունենք, որտեղ մենք հիմա Եվրասիական տնտեսական միության անդամ ենք եւ Եվրամիության անդամության Եվրամիության հետ մեր հարաբերությունները խորացնում ենք եւ օրենք ենք ընդունել Եվրամիությանը մեր Հայաստանի անդամակցության process սկսելու վերաբերյալ, բայց որոշումը կայացնելու է ժողովուրդը, որտեղ դա կարա լուծվի միայն հանրաքվեով։ Մենք հիմա այդ հանրաքվեն, իսկ հիմա մենք այդ ճանապարհով ինչ ենք գնում, որովհետեւ Հայաստանի քաղաքացիները արդեն երկար ժամանակ բողոքում են, որ Եվրամիություն այցելելիս վիզաներ ստանալու խնդիրներ են ունենում։ Իսկ գիտեք ինչ են վիզաներ ստանալու խնդրեմ ունենում Հայաստանի։ Մի հատ մեզ ասում են Եվրամիության հետ այդքան լավ հարաբերություններ ունենք, մի հատ վիզայի հարց չեք կարողանում լուծել։ Իսկ գիտեք ինչն է դրա պատճառը, որովհետև 2018 թվականից 2025 թվականին Հայաստանից Եվրամիություն մեկնող քաղաքացիների, մեկնած քաղաքացիների թիվը 500%-ով աճել է, 500%-ով։ Այսինքն եվրոպական երկրների դեսպանատները չեն հասցնում Հայաստանի քաղաքացիների հոսքերը ընդունել։ Պատկերացրեք, եկեք դուք ունեք սենյակ։ Ենթադրենք 10-10-ի վրա, կամ ցանկացած, կամ այս դահլիճը, հա, քանի նստատեղ կա, հա? 550 նստատեղ կա այս դահլիճում։ Լավ, 550 նստատեղ, երբ որ 100-ով աճին ներկաների թիվը կտեղավորվեն, 550-ը կնստեն, 100 հոգի լինի, ոնց է լինի ոտի վրա կկանգնեն։ Լավ, որ շատ սեղմենք բան, բեն յուրեր կանգնենք և այլը, և 200 հոգի կկանգնեն։ Լավ, եթե մի քիչ շատ նեղ կլինի, կարող 400 հոգի կանգնեն։ Բայց եթե 550-ը 500%-ով ավելանա, տարբերակ չկա այս դահլիճում տեղավորվել։ Եվ ոնց որ ասեն, բանի անիխոշորացված համայնքի ղեկավարը, եթե այդքան լավ հարաբերություններ ունես Շիրակի մարզպետի հետ, այս դահլիճում չես կարող 6000 մարդ տեղավորես։ Բայց լավ հարաբերությունը ինչի համար է, բայց այդ հարաբերություն, բայց դրա համար մենք ասում ենք ժողովուրդ ջան, ամենաուշը 2 տարուց մենք կունենանք Հայաստան Եվրամիության վիզաների ազատականացված վիճակ։ Այսինքն դուք կարաք գնաք Շիրակ օդանավակայանից, ոնց որ ասենք հիմա մեկնում եք որտե՞ղ։ Չէ, հիմա Լեռնակա գնալու համար վիզա է պետք։ Այն ժամանակ վիզա պետք չի լինելու։ Այն ժամանակ Լեռնակա գնալու համար ձեզ մենակ մի բան է պետք լինելու, անձնագիրը չմոռանալ։ Մնացած դե բնակավար նաև տոմս առնել, բայց դե գիտեք, որ 2 եվրոյով է տոմս կա։ Եվ հիմա այս պատմական փոփոխությունները որ տեղի են ունենում, դրանք շատ կարևոր են եւ մենք պետք է այս պահը գնահատենք։ Եվ նաեւ ուզում եմ ասել, որ մենք այս քաղաքականությունները հետևական եւ հանգիստ տանում ենք, առանց նյարդի, հանգիստ քայլ առ քայլ։
Բայց մենք նաև չենք մոռացել, որ 2018 թվականին ձեզ բոլորիդ խոստացել ենք, որ Հայաստանից թալանված գումարները հետ են բերելու։ Ճիշտ է, հիշում եք, խոստացել ենք տենց։ 2018 թվականից մինչև այսօր 25 թվական կամ մինչև այսօր 6.6 միլիարդ դոլար լրացուցիչ գումար է մուտքագրվել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, որը չէր մտնի Հայաստանի բյուջե, եթե հեղափոխությունը տեղի չունենար։ Այլ հոսելու էր քրեական օլիգարխիայի գրպանները։ Այսօր մենք արձանագրում ենք, որ 2018 թվականից մինչև 2025 թվականը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 300 միլիարդ դրամով ավելի շատ փող է վճարել պետական բյուջե, քան նախորդող 8 տարվա ընթացքում։ Այսինքն մի 8 տարին համատել ենք նախորդող 8 տարվա հետ։ Շուրջ 300 միլիարդ դրամ։ Մենք 2018 թվականից այսքան մենք նաև 770 միլիոն դոլարի գողացված գույք ենք վերադարձրել և դրամական միջոցներ Հայաստանի Հանրապետությանը։ Եվ ընդ որում, այս հաշվարկի մեջ չի մտնում Հայաստանի էլեկտրական ցանցերը, որը մենք դարձրել ենք ըստ էության դարձնում ենք պետական սեփականություն։ Հիմա ամբողջությամբ պետության հսկողության տակ է։ Եվ առաջիկայում նաև դե յուրե կլինի պետական սեփականություն։ Բայց օրինակ դուք ձեզ հարց կարաք տաք, թե լավ, օքեյ, հեծը որ պետական է, դրանից մեզ ինչ օգուտ։ Իսկ օգուտը հետևյալն է։ Ուրեմն մենք Երևանի պետական համալսարանի համար սուպերկոմպյուտեր ենք ձեռք բերել եւ հեծի պետականացնելու այս process-ում, երբ որ տվյալները մեր ձեռքի տակ են եղել, մենք այդ տվյալները տվել ենք սուպերկոմպյուտերին։ Եվ այդ սուպերկոմպյուտերը հաշվել է, որ անցած տարվա 2025 թվականի հունվար-փետրվարի, այս տարվա հունվար-փետրվարի համեմատ Հայաստանի Հանրապետության բնակիչները էլեկտրական հոսանքի համար վճարել են տասնյակ միլիարդ, այսինքն տասնը քանի միլիարդ, մոտավորապես 20 միլիարդավոր դրամներ ավելի պակաս գումար, այսինքն անցած տարի վճարել են, այս տարի վճարել են միլիարդներով ավելի պակաս գումար հոսանքի համար, քան անցած տարի։ Պատկերացրեք, այսինքն դուք բոլորդ հոսանքի համար անցած տարվա հունվար-փետրվար ամիսներին եւ նաեւ հիմա մարտ ամսին, ապրիլ ամսին բոլորով միասին հանրապետությունում միլիարդներով ավելի պակաս է կես տարի վճարել, քան անցած տարի։ Ինչն է դրա պատճառը։ Դրա պատճառն է, որ երբ որ հետ եղել է կալուկացի օլիգարխի տիրապետության տակ, բոլորիդ վրա հոսանքի ավել փող է գրվել եւ այդ փողը դրել են իրանց գրպանը։ Եվ սրա համար ես ունեմ պինդ որոշում, որ Հայաստանի Հանրապետությունը կալուկացի օլիգարխին դա պետքա չների եւ նա դրա համար երկար տարիներ պետք է անցկացնի բանտում, որպես ժողովրդից գողացած։ Ավելին ասեմ, մենք Միացյալ Նահանգներում ֆինանսների նախարարի տունը վաճառքի է հանվել, վաճառվել արդեն եւ գումարը 70%-ը հիմա գործընթացի մեջ է փոխանցվում է Հայաստանի պետական բյուջե։ Ինչի 70%-ը կապված է Ամերիկայի Միացյալ Նահանգների օրենսդրության առանձնահատկությունների հետ։ Ավելին ասեմ, Ծառուկյան Գուլոյան կլանի պատկանող Կարո Գուլոյանին պատկանող առանձնատունը, շքեղ առանձնատունը 2.5 միլիոն դոլար արժողությամբ այլևս իր սեփականությունը չի, այլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սեփականությունն է։ Եվ ես արդեն հանձնարարել եմ առաջիկայում այդ առանձնատանը մենք կստեղծենք ծերերի խնամքի կենտրոն, այսինքն դա կվերադարձնենք մեր թոշակառուներին։ Բայց նաև կարևոր է, դուք հարց կարաք ծագի, բա այդ 6.6 միլիարդ եմ ասում, 300 միլիարդ եմ ասում, բա ինչ են կարել այդ փողերը։
Ինչ ենք արել։ Թոշակ ենք բարձրացրել ժողովուրդ ջան։ 2018 թվականից մինչև 2026 թվականը մենք 7 տարբեր որոշումներով Հայաստանի Հանրապետության թոշակառուների թոշակները 7 անգամ 8 տարվա մեջ մենք 7 անգամ ուղղակի կամ անուղղակի որոշումներով անդրադարձել ենք թոշակների հարցին 7 տարվա մեջ 8 անգամ այսինքն մենք գործնական այդ տարիներից մեկն էլ եղել է պատերազմի եւ կոവിഡ്ի տարի 8 տարվա մեջ 7 անգամ մենք թոշակ ենք բարձրացրել 2018 թվականին նվազագույն թոշակը Հայաստանում եղել է 16000 դրամ այսօր նվազագույն թոշակը 46000 դրամ է դեռ չհաշված անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի համակարգը այսինքն այն գումարները որ նախկինում հոսում էին քրեական օլիգարխիայի Ծառուկյանի, Քոչարյանի, Կարապետյանի, Սարգսյանների, իրանց կլանների գրպանները այսօր հոսում է ձեր գրպանները ժողովուրդ ջան այսօր մենք առողջության ապահովագրության համակարգ ենք ներդրել լսել եք դրա մասին ով ա լսել Եվ 2018 թվականին ես խոստացել էի, ասել էի, որ Հայաստանի քաղաքացին պետք է հիվանդանոցի դռներին չմնա։ Այսօր ես հպարտությամբ եմ ասում, որ Հայաստանի քաղաքացին հիվանդանոցների դռներին չի մնում։ Ավելին 65 պլյուս տարիքի թոշակառուների եւ մինչեւ 18 տարեկան երեխաների նվազագույն առողջապահական կարիքները հոգում ենք պետական բյուջեի հաշվին։ Ով կա դահլիճում ներկաներից, որ 65 պլյուս տարիքի ծնող ունի եւ մինչեւ 18 տարեկան երեխա ունի։ Ով կա դահլիճում։ Այսքան մարդիկ կան, ձեր պետություն ձեր կողքը կանգնած է եւ ասում է, որ այն մտահոգությունը, որովհետեւ ես համոզված եմ, ցանկացած ծնող եւ ցանկացած զավակ միշտ մտքում ունի այդ բանը, բա որ երեխու հետ մի հատ առողջական խնդիր լինի, ես ինչ եմ անելու, բա որ ծնողիս հետ մի հատ առողջական խնդիր լինի, ես ինչ եմ անելու։ Ձեր պետությունը, Հայաստանի Հանրապետությունը ձեր կողքին կանգնած է։ Որտեղ ձեր պետությունը, լսեք, ժողովուրդ ջան, որովհետև ինչ է փոխվել, փոխվել է անկալում, որ Հայաստանի Հանրապետությունը որ Հայաստանը ոչ թե ուրիշ Հայաստան ստեղծելու համար է, այլ Հայաստանը Հայաստանի քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը, կյանքը ապահովելու համար է։ Նախկինում մեր փիլիսոփայությունը եղել է հետևյալը, որ մենք պետք է տառապենք, մաքարենք, քարից հաց քամենք, որ ապագայում մի օր լավը լինի։ Մենք ասում ենք, հերիքա ինչքան տառապել ենք, հերիքա ինչքան մաքարել ենք։ Հիմա մենք հաց ստեղծելու ենք ինտենսիվ գյուղատնտեսության։ Պետք չի քարից հաց քամել, ժողովուրդ ջան։ Պետք չի քարից հաց քամել։ Պետք է ծորենը ցանել հողի մեջ, լիզինգով առնել տրակտոր, ինտենսիվ ոռոգման համակարգ ունենալ եւ նորմալ ես հետ եմ ասում մենք գյուղատնտեսության մեջ այդ պետք է փոխենք եւ փոխում ենք որ մեր գյուղատնտեսությամբ զբաղվող մարդու միջին վիճակագրական պատկերը ինչա կռացած օրվա մեջ 7-8 ժամ եղունգները քրքրված մատները քրքրված Չէ, հերիքա ինչքան մաքարել ու տառապել ենք։ Ես կարծում եմ, որ մեր ժողովուրդը մոտավորապես 1500 տարի է մաքարում ու տառապում է, եկել է ապրելու ժամանակը, եկել է ուղղակի ապրելու ժամանակը, եկել է կյանքը վայելելու ժամանակը։ Ես եմ ասում, հերիքա մեր ամեն երեխա, որ Հայաստանում ծնվում էր, մենք իրա վզիթ հետ ծնված պայից կախում ենք հազարամյա պատմական չլուծված պրոբլեմներ, հազարամյա, երեխեն հեն ծնվում էր,
Իրա վզից կախում ենք մենք հազարամյա պատմական չլուծված պրոբլեմները։ Մեր կառավարությունը եւ ես անձամբ եկել եմ այն եզրակացության, որ կարող շատ հավակնոտ հնչի, ես այդ հազարամյա պատմական պրոբլեմները պետքա լուծեմ եւ հանեմ, որ մեր երեխեքի վզից որևէ բան կախած չլինի եւ ձեզ կոչ եմ անում աջակցեք ինձ, որովհետեւ այդ ճանապարհի մեծ մասը մենք արդեն անցել ենք։ Հերիքա մեր երեխեքի վզից կախենք անընդհատ պատմական պրոբլեմներ, 1000 տարվա։ Մենք պետք է շանս տանք մեր երեխեքին ծնվել եւ կյանքը սկսել զրոյից, հասկանում եք։ Չի կարելի ծնված երեխու վրա դնել 1000 տարվա չլուծված վատ պրոբլեմատիկ կենսագրություն, չի կարելի։ Մենք պետք է թողենք ամեն մարդ ինքը իր կենսագրությամբ ապրի։ Եվ ես ասում եմ, սա պատմական շրջան է, որովհետև այն պատմությունը, հայ ժողովրդի այն պատմությունը, որ ընդհատվել է 374 թվականին Պապ Թագավորի սպանությամբ, մենք այդ ճեղքը այսօր պետք է լրացնենք։ Պապ Թագավորին իմիջայլոց հացի սեղանի շուրջ են սպանել հայ եւ բյուզանդացի պաշտոնյաների աշխարհիկ եւ հոգեվոր պաշտոնյաների կազմակերպած դավադրությամբ։ Ես 2 տարի առաջ էր, թե 3 տարի առաջ էր, թե երբ էր, ես ասել եմ Պապ Թագավորը էլ չի սպանվելու։ Հայաստանը էլ չի սպանվելու, որովհետև Հայաստանի մորթվելու ժամանակը անցել է, եկել է Հայաստանի ապրելու, կյանքը վայելելու եւ այս պետությունը զարգացող ծաղկում սերնդեսերունդ հազարամյակով փոխանցելու։ Հա, Հայաստանի քաղաքացին պետք է 2 եվրոյով, 5 եվրոյով, 10 եվրոյով ինքնաթիռի տոմս առնի։ Ես այսօր Երևանում տեսնում եմ 70-80 տարեկան տատիկներ, պապիկներ, ովքեր որպես տուրիստ եկել են Հայաստանը տենալու։ Հա, Հայաստանի 70-80 տարեկան պապիկներն ու տատիկներն էլ պետք է նստեն ինքնաթիռ, գնան Հռոմ նայելու, գնան Փարիզը նայելու։ Ու այո, մենք մեր թոշակառուների կյանքն էլ ենք փոխել արդեն ու գնալով ավելի ու ավելի շատ ենք փոխելու։ Բայց դրա համար շատ կարևոր մի առանձնահատկություն կա, դրա համար անհրաժեշտ է, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը այսօրվա Հայաստանին տեր կանգնի, այսօրվա խաղաղությանը տեր կանգնի, այսօրվա ապագային տեր կանգնի։ 2021 թվականին մենք եկանք ձեզ ասցինք, որ ապագա կա, դուք մեզ հավատեցիք եւ վստահեցիք, այսօր եկել եմ ասել, որ այդ ապագան եկել է ժողովուրդ, այդ ապագան հիմա է, այստեղ է, այսօր է։ Եվ սա պատմական ժամանակաշրջան է, որովհետև նախկինում ապագան միշտ եղել է մեզնից հեռու եւ անհասանելի։ Մենք խոսել ենք ապագայի մասին, իմանալով, որ այդ ապագան չի գալու երբեք։ Բայց այսօր ապագան եկել է։ Մենք անընդհատ 90-ականների սկզբից խոսել ենք, ասել ենք, որտեղ հաց, այնտեղ կաց։ Ու քանի որ Հայաստանում հաց չի եղել, մարդիկ շարունակաբար արտագաղթել են։ Մենք էլ ասել ենք, իրանք առաջնորդվում են, որտեղ հաց այնտեղ կացով, մի հատ էլ դատապարտել ենք, բայց մենք մեզ հաց չենք տվել, բայց ինչի մեր երկրում հաց չկա։ Ինչի պետք է մեր երկրում հաց չլինի։ Այսօր հակառակն է 2025 թվին մեր պատմության առաջին տարին է, երբ որ 2025 թվականը մեր պատմության առաջին տարին է, երբ որ արտագաղթը կանգնել է ժողովուրդ եւ ներգաղթը սկսել, Հայաստանի քաղաքացիները ավելի շատ վերադառնում են Հայաստանի Հանրապետություն։ Ադրբեջանի հետ բախ
Բախման արդյունքում, այսինքն 2 տարի մենք ոչ զոհ ունենք, ոչ վիրավոր։ 2 տարի մենք ոչ զոհ ունենք, ոչ վիրավոր։ Եվ այդ նախընտրական պայքարի ամենակարևոր ասելիքը, որը ես ձեզ ուզում եմ ասել, հետևյալն է. Հայաստանում հաստատված է խաղաղություն եւ ես ձեզ բոլորին շնորհավորում եմ հաստատված խաղաղության առիթով։ Ու այս ընտրությունների ամենակարևոր հարցը, որը պետք է պատասխան ստանա, հետևյալն է. Հայաստանի քաղաքացին տեր կանգնում է խաղաղությանը, թե տեր չի կանգնում խաղաղությանը։ Ընդ որում, ասել եմ, էլի ասում եմ, Հայաստանի ժողովուրդն է որոշում։ Հայաստանի ժողովուրդն է որոշում։ Եվ ժողովուրդը ինչ որոշում էլ կայացնի, ես հնազանդ կատարողն եմ այդ որոշման։ 2018 թվականից հետո Հայաստանում մի ընտրությունների մի քվեաթերթիկ իշխանության կողմից չի կեղծվել։ Եվ բոլոր ընտրությունները արտահայտել են ժողովրդի կամքը։ Ժողովուրդը ոնց որոշի, մենք այդպես էլ կանենք։ Բայց որպես վերջին 8 տարին ձեր մանդատով Հայաստանը առաջնորդած մարդ, ես ինձ իրավունք եմ վերապահում ասել հետևյալը, որ մեր 9 ամսական խաղաղությունը նման է 9 ամսական երեխայի։ Որովհետև ինչպես ամեն 9 ամսական երեխա, խաղաղությունը այսօր մեր տան Հայաստանի Հանրապետության ամենակարևոր ներկայությունն է։ Մեր ուրախության պատճառն է խաղաղությունը։ Բայց նաև 9 ամսական խաղաղությունը 9 ամսական երեխայի հետ ունի մի ուրիշ ընդհանրություն։ Եթե մենք իրան մասին հոգ չտանենք, ինքը չի ապրի։ Եթե մենք իրան չխնայենք, ինքը չի ապրի։ Պատերազմի եռագլուխ կուսակցությունը այսօր ասում է, չէ, մենք ի վիճակի չենք հոգ տանել մեր խաղաղության համար։ Եկեք հանձնենք մեր 9 ամսյա երեխային, հանձնենք ուրիշներին։ Հանձնենք որբանոց, այսինքն։ Մենք ասում ենք ոչ։ Մենք համոզված ենք, որ Հայաստանում կա ժողովուրդ եւ կա քաղաքացի, ով ի վիճակի է տեր կանգնել խաղաղությանը։ Եվ ուրեմն ես ձեզ կոչ եմ անում, խնդրում եմ, հորդորում եմ, որ 2026 թվականի հունիսի 7-ին գնաք ընտրական տեղամասեր եւ տեր կանգնեք խաղաղությանը գործելով հետեւյալ տրամաբանությամբ։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Բայց շատ կարևոր է հասկանալ, թե ինչու ենք քվեարկում 16-ին։ Որովհետև դա ինքնանպատակ չի, ու սա պաշտոնի եւ աթոռի կռիվ չի։ Իսկ քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Մարալիկին, անիխուշորացված համայնքին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը, փառքնահատակների եւ կեցե Հայաստանի ամիրոկը մի գնացեք։ Ուրեմն ուրիշ բան կա։ Այսօր շատ կա սոցիալական ցանցերում է, խոսակցություններում է, շատ կա հետևյալը, թե ինչպիսին են լինելու ընտրությունների արդյունքները, ոնց է լինելու, ինչ գործոններով է որոշվելու, ինչ արդյունքներ են արձանագրվելու, մարդիկ իրար հարցնում են եւ իրարից կարծիք են ասում։ Ես ուզում եմ, որ եւ առաջարկում եմ, որ մեզնից յուրաքանչյուրը առերեսվի այն փաստի հետ, որ ընտրությունների արդյունքները եւ հետեւաբար ընտրությունների դրված հարցերի պատասխանները կախված են մի մարդուց, ընդամենը մի մարդուց։ Եվ այդ մեկ մարդը դու ես։ 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 Եվ այդ մեկ մարդը դու ես։
Եվ այդ մեկ մարդը դու ես, եւ 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 այդ մեկ մարդը դու ես։ Եթե այդ մեկ մարդը դահլիճում ներկա է, թող ձեռ բարձրացնի։ Եվ այս մարդկանց հավաքական ամբողջությունն է, որ կոչվում է Հայաստանի Հանրապետության հպարտ արժանապատիվ պետականատեր ժողովուրդ։ Եվ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, մանրալիքին, անիխոշորացված համայնքին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը, փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ եմ ժողովուրդ։ Իմիջայլոց, մեր Շիրակի մարզում մեր եզրափակիչ հավաքը տեղի ունենալու վաղը Գյումրի Վարդանանց հրապարակում ուղիղ ոչ մի րոպե շուտ եւ ոչ մի րոպե ուշ 20:00-ին Գյումրի Վարդանանց հրապարակում բոլորիդ հրավիրում եմ կլինեն նաեւ այլ ելույթներ, բացի այդ վարչապետի հետ ձեզ համար կնվագեմ, կլինի դրոն շոու եւ հաճույքով սպասում ենք բոլորիդ։ Շնորհակալ եմ եւ միշտ հանդիպում։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։